Թող Աստծո անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ ջան։ Մենք կրկին գոհություն ենք հայտնում մեր Աստծուն, որ ինչ վիճակի մեջ այսօր դու կաս, որքան կարևոր է, ժողովուրդ ջան, որ դու այդ վիճակով նույնիսկ գալու ես Տիրոջ ոտքերի մոտ, այնքան կարևոր է սա։ Այս կարևորությունը այսօր շատ կարևոր է բոլոր իր ժողովրդի համար, որտեղ այսօր մենք տեսնում ենք մարդիկ տարբեր վիճակների մեջ են հայտնվում, ժողովուրդ ջան։ Մարդիկ չեն էլ ուզում։ Մենք խոսում ենք հավատքի մարդկանց մասին, ժողովուրդ ջան։ Շատ անգամ եղբայր եւ քույրը չի ուզում, որ այդ վիճակի մեջ հայտնվի, բայց գալու է պարագա, որ ինքը ուզած, չուզած ինքը հայտնվում է այդ ճանապարհի մեջ եւ այդ վիճակի մեջ հայտնվում, ժողովուրդ ջան։ Մենք այսօր տեսնում ենք եւ մարդը եւ սկսում է դժվարություն ունենալ, խնդիրներ ունենալ իր կյանքի մեջ, չէ՞, ասենք։ Եվ անցնում ես դու ճանապարհ, միգուցե ներսից դժվարությունը դուրս գա։ Բոլորս է մարդ ենք, ժողովուրդ ջան, մենք շատ անգամ որ մենք խոսում ենք, մեզ Աստված ռոբոտներ չի ստեղծել։ Իշքան է որ դու ուզում ես սուրբ դառնաս, իշքան ուզում ես որ դու արդեն երկնքի այդ առկայությունը ունենաս, չէ՞, բայց դու ճանապարհ պետք է անցնես, ժողովուրդ ջան։ Այդ հազեն այդ հնիդ վրա չի կրա Տերը հագցնաս, սիրելի Աստծո ժողովուրդ ջան։ Ըլլմա որ խոսում ես, որ Տերը ինքն է խոսում, ինքն է տալում այդ խոսքը, որ շատ անգամ Տիրոջ խոսքի մեջ դաժե դու հայտնություն ես առնում, ասում ես Տեր Աստված, այսքան է ժամանակ այս խոսքը կարդում ենք, լսում ենք, բայց Տիրոջ խոսքի ժամանակ մեկը Տերը հայտնություն է տալում, ժողովուրդ ջան։ Այսինքն որ դու ուզում ես սուրբ դառնաս, կատարության մեջ մտնես, ժողովուրդ ջան, մի Աստված ыդրավերեմ էդի չի կրա հագցնա։ Էթին մարդու վրա չի կա, նա պետք է քեզի մաքրի, սրբի, լուսավորի, էդի մի վարգյանի բան չէ, էդի մի օրվա բան չէ, ժողովուրդ ջան։ Մենք այսօր շատերս հնարավոր է շատերը տարիքներով հավատքի մեջ տարիքով ունենանք, ասենք շատ տարիներ մասնակցած ենք, չէ, հավատքի մեջ։ Ճիշտ է, հավատքը չափ ու սահման չունի, կարող է մարդը նոր մտնի, բայց մարդու հավատքը զորավոր լինի։ Մարդը Տիրոջը սիրի, մարդը խոնարհվի ասոր, մարդը սկսա Տիրոջ երեսը փնտրել, ժողովուրդ ջան, չէ։ Դա մարդ Տիրոջ խոսքի ինչ ասում է, կկան հետիներ, կկան առաջիններ, առաջիններ կլինեն հետիներ։ Մենք ո՞նց հասկանանք այս խոսքը։ Կարող մարդը 10 տարի, 20 տարի հավատքի կյանքի մեջ է, բայց մարդը նոր է կամ այս մարդը կգա առաջի տեղ, այս հին մարդը կետա ընդեղ։ Ինչ համար կգնա, որտեղ այս մարդու մեջ արդեն հավատքը տգարանում է, հավատքը թուլանում է, այս մարդը չուզում Աստծուն ծառայել, չուզում Տիրոջը նվիրվի, եւ մեկը դեմս այս տվյալ մարդը հետում է դեպի հետին մասը։ Նոր մարդը գալած, երբ որ ինքը ջերմերան տրվում ասում, ժողովուրդ ջան, Աստծո մոտ աճառություն չկա։ Աստված տեսնում է մարդկանց, Աստված ուրախանում է այն սրտերի համար, որոնք ուզում են, ցանկանում են, ել եմ ասում, կարող այսօր դու այս ամեն դժվարությունների մեջ, խնդիրների մեջ, բայց այսօր դու լսում ես Աստծո խոսքը։ Էսի ամենակարևորը, նաև քո հիվանդության մեջ, խնդիրների, ցավերի մեջ, քո ամբողջ ուշք ու միտը լարված քո ներսը լսես Տիրոջ խոսքը, ինչ ունի Աստված այսօր ինձ ու քեզ ասելու։ Կարևոր հարց է, որ մարդու մեջ հոժարություն կա, ժողովուրդ ջան։ Դամար այսօր տեսնում Աստված մարդկանց սրտերը։ Ի՞նչն է պատճառը այսօր։ Ինչը չես ուզում դու այսօր։ Ինչ ես որ այս ժամանակը ծախու չես առնում դու։ Ինչու՞ն ես սպասում։ Ում ես սպասում։ Սպասում ենք, որ Տերը գա տանի մարդկանց եւ մենք մնանք դուսը, ժողովուրդ ջան։ Աստված սա չի ուզում։ Աստված մա ամեն օր իր ժողովրդի մեջ ծառավ առաջանաս։ Մա եկեք ընձի բոլոր հոգնած ու բեռնավորվածներ։ Այսինքն քանի մարդը դեռ չի օգնես աշխարհից, մարդը այս կեղտերից չի օգնես, ժողովուրդ ջան, այս մեղքի աշխարհից, ցանկություններից, հրապուրանքներից, մարդը դեռ գնում է։ Այո, մեր ոտը պաշտամունքի է, մեր ոտը աշխարհն է, ժողովուրդ ջան։ Մենք ոչ թե սա ասում ենք դատելով, որ մենք իրանցից լավն ենք, ժողովուրդ ջան, մենք այդ բաներ երբեք ոչ մեկին չենք ասում, ժողովուրդ ջան։ Այսօր մենք բոլորս մարդ ենք, այն որ Տիրոջ խոսքը կարող է մեր շրթունքներով խոսի, նաև մենք մեզ էլ ենք խոսում, ժողովուրդ ջան, Աստծո խոսքը մեզ էլ է վերաբերվում։ Շատ անգամ որ մարդկանց հետ խոսում ես, կիսում ես, աշխատանք ես անում, ժողովուրդ ջան, ես զգում եմ, երբ որ Տիրոջ ներկայություն իշխում եմ, դաժե այդ խոսելու մեջ դու Տիրոջ ներկայության մեջ ես խոսում, աշկերտը դարդասունքները գնում է, ցավով ես խոսում։ Այսինքն դու ես մտնում Աստծո ներկայության մեջ, ով ուզում ենք եղնենք, մենք բոլորս Աստծո կարիք ունենք, սիրածո ժողովուրդ ջան։ Դամար մենք տեսնում ենք, որ այսօր այս ժամանակների մեջ Աստված ինչ ասում իր ժողովրդին։ Այսօր մարդը ինչ է փնտրում այս երկրի վրա, ինչ ես այսօր դու փնտրում կամ ես։ Կարող է դու աշխատանքի տեղն ես, կարող է դու ինչ-որ մի տեղ ես, բայց քո ամբողջ ուշքը դլարված, որ դու լսես Աստծո խոսքը։
Դու հնարավորություն ես փնտրում, ինչ որ մի բան գտնում ես Տիրոջից, ողորմություն, որ դու քո լարված Տիրոջ խոսքը լսում ես, եւ քո ուշքու միտքը Տերն է, ծեր ժողովուրդ ջան։ Եվ Աստված այսօր այո օրհնում է այն մարդկանց, ովքեր որ հավատքով ուզում են, հավատքով լսում են ժողովուրդ ջան։ Հիմա ասում է եկեք ընձի, մի մարդը պետք է քայլեն ասում, որ Աստված այս մարդուն տվյալ անձին բժշկա ու ողորմա ժողովուրդ ջան, չէ՞։ Մենք այսօր գիտենք, որ կա հիվանդանոցներ, չէ՞։ Եվ մարդ երբ որ հիվանդ է, եւ շատ անգամ մարդիկ դիմում են հիվանդանոց են գնում ժողովուրդ ջան, եւ ստուգման, եւ բուժման, չէ՞։ Մարդ արդեն գնում է, որպեսզի ստուգվի, տեսնա իր անտասկը, իր հիվանդությունը, ցավերը ժողովուրդ ջան։ Եվ Աստված էլ եւ նաեւ բժիշկները նաեւ տեսնում են եւ ուշադրություն են դարձնում, չէ՞։ Հիմա պատկերացրու հիվանդ կա, կարա տունը մնա, ասենք չէ խոսքի։ Մենք ուզում ենք սա վերադասենք հոգևոր դասն բանի, ժողովուրդ ջան, որ այսօր մեզ բոլորիս հասկանա լինի։ Այսինքն, երբ որ ես հիվանդ եմ, տվյալ մարդ ինչ է, մետում է բժշկի, ժողովուրդ ջան։ Եվ բժիշկը համապատասխան նայում է, ռենտգեն է գցում, քեզ տեսնում է ինչ որ միտեղ բորբոքում կա, միտեղ ցավեր կա, չէ։ Այնքան հետաքրքիր է, երբ որ դու ետում ես բժշկի, ժողովուրդ ջան։ Այսինքն, ետում մեզ տակություն ունեմ, վերջը գրիպ է, չէ՞, ասենք։ Եվ այս տվյալ բժիշկները սկսում են ստուգել այդ վիրուսը որից է ձեռք բերել քեզի։ Այսինքն այս մարդիկ գիտեն որ դու, բայց նրանք այդ վիրուսի հումքն են ուզում գտնեն, էդի ուրից եկել քեզի, միգուցե ուրիշտեղ վիրուս կա պայված։ Այսինքն ոչ թե քեզի մենակ տեղ են տարում այդ հազի բանի համար, այլ նաև նրանք այդ վիրուսն են ստուգում։ Նույնպես երբ որ մենք գնում ենք Աստծուն, Աստված այդ վիրուսը տեսնում է, որից կա վիրուս իմ ու քո մեջ, որ նա դա պետք է հանի քո կյանքից։ Որ քո մեջ արդեն գալում է ուրախություն, երջանկություն, Աստծո այդ շփում, որտեղ այդ վիրուսը Տերը պետք է հանի իմ ու քո կյանքի մեջ։ Այսօր մարդկանց մեջ շատ վիրուսներ կա, որոնք արգելում են մարդիկ Աստծուն գնալու։ Այսօր կա մարդու գաղափար, մարդու հասկացողություն, մարդու ձգտումներ մարդկային չես ենք, բայց կա Աստծո ձգտում, Աստծո ուզածը կա մարդու կյանքի մեջ ժողովուրդ ջան։ Աստծո ուզածը որ դու սուրբ ապրես, Աստծո որ դու քո կյանքը տաս Հիսուսին, որ քո ամեն խնդիրների դժվարության մեջ դու չմնաս դրա մեջ, վեր կանգնես։ Կարա մի բան դու ջղայնացած լինես, մի բան նեղված լինես, ժողովուրդ ջան։ Վերջը սրտիցդ կարա շատ բաներ դուրս գա, վերջը դուրս ես թափում դրանք։ Բայց Աստված տենում է, որ դու չես մնում այդ բանի մեջ։ Այսինքն դու այդ ամեն դժվարության մեջ մի բան ես տեսնում, որ դու Հիսուսի կարիք ունես այդ վիճակից դուրս գալ համար, ժողովուրդ ջան։ Այո, շատ անգամ մարդիկ կարա իր ջանքերով ուզենան, ստիպեն իրանց, որ դուրս գան եւ չեն կարողանում։ Եվ շատ անգամ մարդիկ հիասթափվում են եւ մարդիկ հեռանում են, ժողովուրդ ջան։ Բայց Աստծո ծրագիրը դրա մեջ չի։ Աստված ուզում է ինձ ու քեզ հասկացնի, որ դու այո, դու անձամբ ոչ մի բան չես կարա, առանց ինչ չես կարա։ Մենք այսօր մի բան ենք հասկանում, ժողովուրդ ջան, առանց Աստծո, առանց օրհնության, առանց աղոթքի, այսօր շատ անգամ մենք չենք կարողանում։ Ինչու համար Աստված շատ անգամ մեզ ստիպում է աղոթելու։ Որ դու նայում ես ենք դե աղոթեցիր, ասենք ինչ ենք, աղոթիր, աղոթենք, չես ենք, մարդը դեմա դեմա սովորական աղոթք էր, աղոթիր, բրձար ելար գնացի, ժողովուրդ ջան։ Այդ աղոթքի զորությունը կարող է դու չտեսնես։ Այդ զորությունը, որ քեզանից դուրս է գալում։ Այդ զորությունը, որ դուրս է գալում, այդ այնտեղը, որտեղ կարիք կա այդ աղոթքին։ Այդում այնտեղ պաշտպանություն է դնում։ Կարա դու յանես Հայաստանում, բայց աղոթում ես այդ քո աղոթքը հասել է եսին Ֆրանսիա, Ամերիկա, որտեղ անք հասել այդ քո աղոթքը։ Հələ պատկերացրու դու Ֆրանսիան ուր, Ամերիկան ուր, չէ՞։ Հələ պատկա քո աղոթքը բարձրացել է այնտեղ է միջև հասե եւ տվյալ մարդկանց համար մի հատ Տերը պաշտպանություն է դրել։ Այդ քո աղոթքի շնորհիվ։ Բայց դու քեզի տգար ես տեսնում, դու քեզի թույլ ես տեսնում, դու քեզի ընկած ես տեսնում, չէ՞։ Բայց այն անկեղծ աղոթքը, սրդի լացի աղոթքը Տեր ասված, այսինչ այն վիճակը Տեր ջան։ Հնարավոր է մարդը իրան գցա այդ վիճակների մեջ ժողովուրդ ջան։ Չէ՞։ Մենք տեսնում ենք, որ այսօր մարդիկ պետք է քայլեն, անցնեն ճանապարհը 40 օր, բայց անցան 40 տարի ժողովուրդ ջան։ Հələ նայենք տարբերությունը որքան կա։
Մի բաներ կա, որ Աստված մարդուն ուզում է շուտ այդ վիճակից անի։ Բայց քանի որ մարդը դեռ ասենք ոնց որ մի ոդի վրա կաղում է, հələ դեռ չի կրում հարմարվել, դեռ չի կրում ընդունի, չէ, եւ մարդը իր բանը երկարացնում է բժշկությունը։ Մի բաներ կա, որ շատ անգամ բժիշկները մարդկանց խորհուրդ են տալում։ Ասենք խոսքի չէ, երբ որ մարդկանց թոքերի մեջ ջուրը հավաքում, ասում է դու պետք է մեկի շատ շարժվես։ Եթե նստար, այդ ջուրը կշատանա, այսինքն դու շարժվես անտա, չէ։ Մի ճանապարհ կա, բաներ կա, որ կա դրված կանոններ կա մարդու կյանքի մեջ շորժա։ Եվ մարմնի վրա հիվանդություն իր համար կանոններ կա դրված։ Այս մարմինը իմ ու քոնը չի, Աստծուն ասված է տվել, ոնց ուզում ենք չեն կրա վարվես մարմնի, չէ։ Ուզենանք քարով խփենք, ուզենանք չենք խփես մարմնի, չէ, ասենք։ Կամ ուզենանք հիվանդ կպայենք, ուզենանք չենք պայ, չէ, ասենք, այսինքն այս մարմինը քոնը չի, այս ասված է տվել։ Բամսոր այս մարմինը պետք է նույնից պատասխան տա Աստծուց, ժողովուրդ ջան։ Այս մարմնի գլխավորը հոգին է։ Հոգին եթե չեղավ այս մարմնի մեջ, այսինքն այս մարմինը փուճ է դառնում, ժողովուրդ ջան, փող է դառնում։ Մենք տեսնում ենք այս մարմնի կառավարումը պետք է հոգին լինի։ Ոչ թե մարմնին, այլ հոգին պետք է կառավարի, որովհետև ամիսօր հոգին պետք է պատասխան տա մարմնի համար։ Մի հոգին երբ որ թմրում է, հոգին երբ որ քնում է, հոգին երբ որ այսօր կա դատարում իր աղոթները, իր պայքարը, եւ մարմինը իր ուզածին հասնում է։ Հասնում է մեղքի, կյանքի ամեն բաների մեջ, ժողովուրդ ջան։ Որտեւ այսօր հրապուրանքները այսօր շատ է, էկրանները բացում է մարդկանց, ժողովուրդ ջան։ Շատ անգամ մենք հիշում ենք այն ժամանակներ, երբ որ եղբայրները ժողովուրդը արկելում էին տելևիզոր նայելու, ինչ համար ոչ տեսենք, որտեվ այնտեղ շատ վնասներ կար, ժողովուրդ ջան։ Շատ անգամ մարդիկ ասում են, դե եղբայր ջան, ես նորություն եմ նայում, նովոստի։ Մարդը նայեց, սադան են քնած չի, ժողովուրդ ջան։ Այդ նովոստի մեջ մի հատ ռեկլամ է գցում։ Ով մդար այդ ռեկլամներս նայում, մի հատ եսի ինչ մեղքերա գցումը դե, այդ դու նովոստի ես նայում, բայց այդ արանքտեղ ինքը քեզի բռնում է։ Անես բաներա գցում, բայց դու տեսնում ես արդեն։ Էլ չես գրաշկդ փախցնի։ Ինչու՞ որտեղ դու մտել ես արդեն դրա մեջ, դու արդեն իդի ուզում ես։ Եվ Աստված շատ անգամ ասում է, որ ինչ կա դրա մեջ։ Heç բան չկա, ժողովուրդ ջան։ Ես հիշում եմ քանի տարի առաջ, երբ որ եղբայրը քարոզում էր, ասում եմ մենք շատ անգամ, ասենք, վախենում ենք այդ ծուռ ուսմունքներից, այն եղբայրներ, որոնք ծուռ ուսմունքներ են սովորել, ասենք, ոնց որ մենք ուշադրություն ենք դարձնում, զգուշություն ենք դարձնում, այսինքն այդ ամեն բաների մեջ, բայց ասում եմ մեր տունը տելևիզոր դրած մարդկանց քարոզում է, սդությունը։ Ժողովուրդ ջան, ինձ թվում է, թե շատ անգամ մարդիկ մտածում են, դա իմ մարդը մեզի չի խանգարում, բայց մարդը 1, 2, 3, 4 կամ կապնվում է։ Եթե մենք հիշում ենք տարիներ կար, որ այդ սերիալները դուրս էր եկել, ժողովուրդ ջան, հիշում եք, չէ՞։ Շատերը տարիքով եք հիշում եք։ Ժողովուրդ ջան, մարդիկ այդ ոնց որ այդ ժամանակները թողած հենց սերիալը սկսում էր, մենք էլ ենք դրա մեջ, ժողովուրդ ջան, այն բախտ։ Ոնց որ լարված տնեցիկ սաղսպես նստածպես ուշադրությամբ սաղսպես, հələ սուս մնացեք կինոն էտում է։ Բայց հավատքի կյանքի մեջ մարդը էս ցև չի, ժողովուրդ ջան։ Ինչն է պատճառը, որտեղ կյանք կա, մարդը դրան չի ձգտում, իսկ որտեղ մահ կա, մարդը ընդ ձգտում է։ Այսօր շատ անգամ մենք լսեցինք, որ մարդիկ կինո նայելուց իր երեխուն խոզը կերել էր, ժողովուրդ ջան, այդ երեխան գնաց ընկել խոզի բուն, խոզի կերել էր։ Այն մարդիկ կինո են նայում, այն նայեք։ Ու մեզ վնաս տալու։ Այսինքն մարդկանց սատանեն լարվում է մի հատ տուպիկի մեջ, որ մարդիկ անջատվում են այս աշխարհից, մարդկանց էլ չեն հասկանում իրանք ինչ են կատարում, իրանք 4 բոլորը։ Եվ ինչ են սատանելը արանքտեղ օգտագործում է։ Հələ դու կինո նայեք, երեխուն տանում գցում է խոզի բունը։ Всё, երեխուն կերավ խոզը։ Դե ելեք լացեք, ելումն է պետք ու լացելը։ Այ մայր, այր ծնող։ Այսինքն մենք տեսնում ենք, Ժորժա, մենք ել եմ ասում, մենք ոչ թե դատում ենք, մենք սաղսել եղել ենք այդ կեղտի ցեխերի մեջ։ Սաղս լարված, ոնց որ կինոնը շատերը կա ֆուտբոլի բաներ են։ Ինչ եմ ասել, ոչ թե բալեշչիկ ենք, ոչ թե գերիներ։ Հենց ֆուտբոլ է տմա սաղ բդի ցեներդ կտրեք սյուս նայում են, այ մարդ ֆուտբոլ էլի, ինչ կա դրա մեջ։ Մարդկանց խացում են, վրից ընդ ուր խնում են, մարդկանց վրա խնդում են։ Սիրասո Ժորժ ջան, Տերը բոլորդ էլ օրհնի։ Այսօր Աստված ուզում է մեզ իր ժողովրդին հասնա այն կատարելությանը, որ դու երկինք մտնես։
Միգուցե Աստված քեզի հարց կտա, տղա ջան, աղջիկ ջան, դու ուզում ես։ Շատ անգամ Աստված մեզի հարց է տալում, ժողովուրդ ջան։ Այնքան օրհնյալ Աստվածը տերերի տերն է, ժողովուրդ ջան, շատ անգամ մենք գիտենք, որ եթե միտեղ աշխատում ես, ղեկավարություն կա, ասենք չէ, կամ պրեզիդենտ կա, նրանք որպես հարցեր նրանք կարող հրամայեն։ Եթե չէ, վիզը կարող է կտրեն։ Բայց մեր Աստվածը տերերի տերը ձև չի, ժողովուրդ ջան, նա հարգում է ձեզ, նա սիրում է ձեզ։ Տերերի տերը, նա քեզ հարցնում է, տղա ջան, աղջիկ ջան, ուզում ես։ Նա քեզ չի հրամայում, կոբալը ձեռք առաջ քեզ չի խփում։ Նա սիրող հայր է, ողորմած հայր է, այն վերջի պայն Աստված միշտ ուզում է մարդուն օգնի։ Դամար շատ անգամ, որ մարդիկ անցնում են այս ճանապարհների դժվարությունների մեջ, խնդիրների, իրաց ընտանեկան, թե ամեն դժվարություն կա, մարդ անցնում է, ժողովուրդ ջան։ Եվ հնարավոր քո մեջ բորբոքում գա, քո մեջ կրակը վառվի։ Եվ այդ կրակը դուրս է գալու շատ անգամ քո ներսից։ Որտեղ մարդ եթե պայեց իր մեջ ինքը կտրակի, ժողովուրդ ջան, այդ մարդը պետք է դուրս տա էդի։ Թեգուս խավարը նա պետք է դուրս տա, այդ խավարը պետք է քո մեջ չմնա։ Շատ անգամ որ մարդկանց այդ շփվում է, ժողովուրդ ջան, եղբայր ունենք, որ անդադ գալում է, մեկի հա թողում եմ, խոսում է, ասում է թողում ես, որ դադարվեմ, ասում եմ, բա ինչ անեմ, եղբայր ջան, հիմա այդ կրակը քո մեջ մնացել է, ուռել է արդեն, կտրակես վամիսոր դու, բա թողում ես, որ էդել է մի օրհնություն, որ դու կարող ես կան ժամանակ տվյալ մարդուն լսես, ժողովուրդ։ Համար այնքան օրհնյալ է, երբ որ այդ ամեն ժամանակը դու թողում ես, որ եղբայրը կամ քույրիկը խոսում է, բասում է, կիսում է, այն մարդ թող տվյալ անձը դադարվի, մի բերանը փագա ժամանակի շուտ։ Քանի մարդու մեջ կրակ կա, քանի մեջ այդ մարդու մեջ վառվում է ժողովուրդ, էդի պետք է դուրս թափի, այդ վիրուսը պետք է դուրս գա մարդու մեջից։ Այդ երբ որ մարդը սկոսում է, շատ անգամ մարդը հայտնվում է, դուրս է բերում այդ ամեն բանը, դուրս պետք է թափի Տերը դրանք քո մեջից։ Կբորբոքվես, կնեղվես, վերջը կվշտանաս, Աստծուց կբողոքես, վերջը շատ բաներ կա, կտրտմես, Տեր Աստված ընչե իմ կյանքը սպես, ընչի էսպես բերնե չես, շատ անգամ մենք անցնում ենք այդ ճանապարհով, ժողովուրդ ջան։ Ոնց է քո երեխը շատ անգամ քեզի գալում հարցում, նա էլ է մեր հայրը, նա մեր երկնային հայրն է։ Եթե դու իր տղեն ու աղջինը դու ես եթում, շատ անգամ կարող ասես, պապա ջան, խիսպես բերներ հայր ջան, ինչն է պատճառը, պապա։ Աստված սիրում է, երբ որ դու անկեղծ ես իր առաջ։ Թեգու շատ բաներ քեզի անհասկանալի է, շատ բաներ դու չես հասկանում, բայց որպես քո հայր դու կիսում ես հորդ հետ, բասվում ես։ Մենք գիտենք, որ տան երեխեքը, չէ, ծնող մեր երեխեքը, Ժորդան, եւ ձեր երեխեքը ձեր հետ են, մայրեր, ձեր հետ են կիսվում։ Ես հավատում եմ շատ երեխեք, Ժորժան, իմ պապան դենգ էր աշխատողը, մաման չէր աշխատում, այդ վերջը, դիք արդեն տարիքով էր, բայց այդ մեզ մի մամա փող տուր։ Մենք պապային Տերս օրհնի, Ժորժան։ Բայց մենք մորեդ ենք, միշտ երեխեն մորեդ է կախված, Ժորժան։ Նույնպես իմ երեխեքս ավելի շատ իմ կողակցու հետ են կախված։ Նույնն էլ ձեր երեխեքը, Ժորժան, այդ երեխեքը ձեր կարիք ունեն, մայրական սիրո, գուրգուրանք եւ դեր երեխուն տեղ տաս, որ երեխեն քու մոտ բասվի, սիրելի մայրեր։ Շատ անգամ երեխեք կարա քաշվեն, մորեդ կիսվեն ու բասվեն։ Որտեւ կա դու ընձևի չպատասխանես, ընձևի չհասկանաս քու բալիկիդ, երեխուդ։ Աստված ուզում է, որ մենք շատ անգամ հասկանանք մարդկանց, բոլոր մարդկանց, տարբեր վիճակներին, ով ուզում է լինի, ինչ վիճակների մեջ որ կա ժողովուրդ։ Այսօր պետք է տվյալ մարդուն հասկանաս դու։ Թողես, որ այդ մարդ իրան ներսի եղածը դադարվի, խոսի, կիսվի քո հետ։ Ճանապարհի կեսին բերանը մի փագա տվյալ մարդու, թող այդ մարդը դադար կիսած չունի, եթե կիսած մնաց, այդ նույնիսկ գիտի կառաջանա այդ բանը, չես ենք, երբ որ գազերը մնում է մի կաշ, չէ, ինքը առաջանում է, նույնիսկ ինքը պետք է տրակի, վсё։ Ինչա պետք է թողես այդ դրիվը դուրս կա ժողովուրդ ջան։ Ես հիշում եմ, քանի տարի առաջ շատ շուտ էր ժողովուրդ ջան, երբ որ մի նորահոգի եղբայր ունենք, ռուս աղբեր էր, ասեց Արմեն աղբեր, կրած դուր տեղադրես, սարկես, ասի եղբայր ջան, կանեշնա կարամ, բա ոչ չեմ կարամ, ժողովուրդ ջան։ Վերջը, դե իմ ամեն բանը էր, Ժորժան, եթե մի գործ կա, գործի պահ, իմ շատ այդ գործի պահ, իմ ընտածքը, որ տվյալ մարդու տուն մտնես։ Այնքան կարևոր որ Աստված քեզի քայլ է տալում, մարդու տուն ես մտնում։ Երբ որ դու մտնում ես, դու մի բան պետք է հասկանաս, խի ես եկես տեղ։ Հարցը պրոբլեմը գործը չի, հարցը պրոբլեմը տվյալ մարդիկ ով կան այդ տան մեջ, վերջը դու մի հատ տեսնես ինչ կա չկա տեղ, ինչո՞մ արես գնացել։
Աստված շատ անգամ գործի պահով քեզի կտանի դեղ։ Վերջը գնացի, եղբայրս եկավ դիմավորեց, ելանք չիտեմ որ հարներ։ Դե այդ թազա դուրը պիտի կառոպկեկով հավաքե, ժողովուրդ ջան, նոր դուրը վրեն պետիով հավաքե, որ նոր տանե հինհանե տեղադրե։ Վերջը մտաներ, իրա կինը խմած էր, կարելի է պատմել, բայց փառք ասու, Տեր ուզում որ նույնիսկ պատմենք, որտեվ իրա փառքն է, ժողովուրդ ջան։ Մենք այսօր Աստծուց շատ բաներ ունենք սովորելու։ Սիրելի Աստծո ժողովուրդ ջան, դուք էլ կարող եք ձեր կյանքի մեջ շատ բաներ անցնեք, եւ շատ անգամ այս Տիրոջ խոսքը գա քո սրտի մեջ եւ դու էլ հասկանաս, Աստված ջան, ուրեմն տեղեկա ես է պետք է լռեմ, ես է պետք է խոնարհվեմ քո առջև։ Շատ անգամ պետք է կարող դու ավետանը շատ լավ իմանաս, անգիր իմանաս։ Պետք չի որ ամեն անգամ դու այդ ավետանում մարդկանց խփես։ Դու պետք է նաև այդ մարդկանց ներսի վիճակը հասկանաս, թողես այդ մարդիկ դադարեն, որ նորը տաս այդ մարդը ընդունի եւ նոր իր մեջ կյանք տա, ժողովուրդ ջան։ Հələ կիսատ այդ մարդու մեջ այդ 5 կիսատը մնում է, դու ես մեզ Աստծո խոս դաբա, դե չի կրա դաբավի տեղնի։ Այնտեղ հինը կա, պիտի հինը թափի այդ մարդը, նոր լծա։ Տերը։ Երբ որ գնացի ժողովուրդ ջան, այս եղբոր կինը խմած էր, քեֆը լավ էր։ Դե մի գնացի, մի հեսիմ գործ եմ մնում, դե վերջը Այս կինը ինձ շատ հարցեր տալ։ Վերջը այնքան հարցեր էր տալում, դե որը պատասխանում ենք, հարցեր տալում, պատասխանում ենք։ Մեկ էս ամուսին մնաց ասեց զամաչի տիպի անկա, այսինքն սենդ կդրա դու խմած ես։ Ասի եղբայր ջան, ինչ ես անում։ Ինչ ես անում։ Ինչ ես քու կնոջ բերանը փագում։ Շորջա մեկ զարմանում ես, ենք իդի ամենասովորական բանը, ես որ նորահոգի եմ եղել, շատ անգամ աշխատել եմ լսել, աշխատել եմ երբ որ իմ տուն եղբայրը մտե, ես աշխատել եմ, ես չխոսամ այնտեղ։ Շատ անգամ տաներ մտնում ես, որ իրանք քեզանից շատ են խոսում։ Էբդի խոսած բախես եղբայր կանչ, դու խոսել եք ու տանդ մեջ։ Շորջա, դրա տեղը մարդը դունի օծիպես ասում է խորագետ եղեք, որն է օծիպես խորագետը, երբ որ տեսնում ես եղբայրը մտելա քո տուն եւ քո կինը քեֆը լավ է եւ մարդու մեջ հարցեր կա, ավելի լավ է որտե բերանը փագես, ծածուկ աղոտես քո կնոջ համար, Հիսուս ջան, լացով աղոտես, նա քո կեսն է, նա սովորական կին չի տվել, նա քո կեսն է, նա քո պալավինկեն է։ Նաև քո ամուսին քո պալավինկենա Տերը տվե ժողովուրդ, դե սովորական չեն, ասում է երկուսը մեկ պետք է լինեն։ Աստված մեզ մարդու կնոջ մեկ է սարքում։ Այն ցավը եթե դու չունես, իմացի որ դու ոնց որ մի բան կդրվել է քո կյանքից, որտեղ քո կնոջ ցավը դու չունես կամ ամուսնու ցավը չունես դու։ Ոչ էլ կրում հասկանաս։ Ես չգիտեմ ինչ համար Տեր ես խոսք ուզում որ մենք խոսենք ժողովուրդ ջան, որտեղ Սուրբ Ոգին դրա կարիք ունի։ Շատ անգամ որ խոսքը պատրաստում ես, մեկ է տենում ես Տիրոջ խոսքը քեզի մի հատ ուրիշ լայնածավալ դաշտ է հանում։ Ասում ես Տեր Աստված, ես ախր այս բանի մասին չէի ուզում խոսալ։ Բայց Սուրբ Ոգին ինքը պիտի խոսա։ Այո, դու պիտի չխոսաս, ես պիտի չխոսամ, Տերը պիտի խոսա։ Նա պիտի խոսա, նա է բժշկողը, նա իր խոսքը իրանն է։ Կյանք իր մեջ է։ Ժողովուրդ ջան, Վերջը եղբայրս լավ է, ձենը կդրես, նույնպես կինը հարցեր տվեց, համ գործեմ, համ ես հարցին եմ, դել չես կր աշխատի ժողովուրդ ջան։ Անտատ քեզի հարցեր էր տալում ինձ։ Վերջ ակին հարցեր տվավ, նույնպես եղբայրս մեջ մտավ, նույնպես բերան ուզում էր փագեր, ասես զամաչի տիպիանք, ասում եմ եղբայր ջան, նիլիզյա, չի կարելի։ Միգուցե սա է պետք է որ տվյալ եղբայրն էլ հասկանա, որ հետագա կյանքի մեջ որ ինքը աճի, մեծանա, հասկի, որ այո, նիլիզյա, նինադա, պետք չի։ Ծածուկ աղոտ կերա, որ այդ քո կինը չլսա քո աղոտքի ձայնը, բայց քո աղոտքը երկինք է, ինչ համար որ դու ցավում ես քո կինը խմած է կամ անապաշխար է։ Վերջը սպասավոր եղբորն է կանչեց, զանգի սպասավորն էլ կանչից եղբայր ջան, արի քեզ էլ է կանչում։ Եղբայրս էլ եկա վերջը հարցեր տվեց ժողովուրդ ջան։ Այդ գործը չպրծայես այդ։ Մնաց, որտեվ ամուշ էի գնացել, գործից հետո էի գնացել։ Մնացի հաջորդ օրը գնացել եմ ես կինը քեֆը լավ չէր, օյաղ էր ժողովուրդ ջան, ես կինը օյաղ էր։ Եվ եղբորն եմ ասում, եղբայր տեսնում ես, հիմա կինդ օյաղ է, միատ չեկավ ժողովուրդ ջան, մի բան չհարցրեց ինձի։ Պատկերացնում ես, խմած էր, այս մարդը բասվեր էր, ուզում էր կիսվեր, այս մարդու մեջ անհասկանալի բաներ կար,
Դամար էս կինը ժողովուրդ ջան, ծորտնի։ Ժողովուրդ ջան, եւ այդ կինը երբ որ օյաղ էր, ոչ մի բան չարծրեց։ Ասում եմ եղբայր ջան, տեսնում ես, այն վաղ որ մարդիկ կարիք ունեն, ուզում են լսեն Աստծո խոսքը, ժողովուրդ ջան, եթե մենք էլեկտրիկ ունենք, հենց այս էլեկտրիկի քեֆը լավ էր, գալը մեր ուսում եկել է որ ու այդ Աստծո խոսք լսեն, բայց օյաղ ժամանակ չկա, ժողովուրդ ջան։ Վերջը, հաջորդ օրը վերջը դուրը պրծանք տեղադրեցին, գնացի եւ արդեն ուրիշ տեղ գնացի, ուրիշ քաղաք աշխատելու։ Երբ որ եկանք մի քաղաք Բերկի տոն էր եւ այդ քաղաքից էր եկել, այդ քույրիկը դարել էր քույրիկ եւ ջրով մգրտվել էր այդ քույրիկը։ Սիրելի Աստծո ժողովուրդ ջան, Աստծո ռաչքը կատարվել այդ քույրիկի վրա։ Ինչ կապ ունի խմածա։ Մարդը կարիք ունի լսել, չես բերանը փագում տվյալ անձի։ Ով ամուսին, ով կին։ Դրա տեղը դու պիտի աղոթես, լացես, Հիսուս ջան, ողորմա իմ կողակցում։ Շատ անգամ մարդ ավելի շատ իրան է ուշադրություն դարձնում, ոչ իր տանը ժողովուրդ ջան։ Շատ անգամ տեսնում ենք, որ ամուսինը իրան ավելի շատ իր ուշադրություն իրա վրա է դարձրած։ Այ ամուսին ջան։ Բակու կնա վրա ով դու ուշադրություն դարձնա։ Ինչ կա, ուզում ես եղի քարոզիչ, ուզում ես եղի սպասավոր, վերջը կինը քո կինն է, դու դրան ուշադրություն պետք է դարձնես։ Իր հոգևոր ընթացքի մեջ պետք եղավ կարա եղբայր գա քո կնոջ հետ խոսելու։ Թեկուզ սպասավոր ես դու, ինչ կապ ունի։ Թեկուզ քարոզիչ եղբայր ես, ժողովուրդ ջան։ Որտեւ շատ անգամ որ մարդուկ իրար վերջը խոսում են, վերջը շատ անգամ որ կողից մի ուրիշ եղբայր է խոսում, ոնց որ մեկը տեսնում ես նույն բանն է խոսում, ժողովուրդ ջան։ Նույն ավետարանն է խոսում, բայց ոնց որ ես կնոջ ուշադրություն կան լարված է լսում ես եղբորը։ Կադուն, սենք ամուսին նայես այն մարդ, ախ, նույն բան ես եմ խոսում, բայց իսկապես ուրախիչ չի լսում։ Ժողովուրդ ջան, Տերը օրհնի բոլորիդ։ Սիրասո ժողովուրդ ջան։ Տերը օրհնի, որ իրապես այսօր մենք ուշադիր ենք մեր ապրած կյանքի մեջ, որտեղ տարիները անցնում է մեր։ Շատ անգամ տարիները անցնում է, բայց մարդը չի աճում հավատքի կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Տարիները անցնում է, դառնում ես 20 տարվա, 50 տարվա հավատքի մարդ, բայց տենում ես որ դու մնացել ես նույնը։ Հələ շատ բաներ չես հասկանում։ Որ այն սովորական բան է, որ այսօր մարդը պետք է արդեն անգիր իմանա։ Դա առաջի դասանի երեխի համար է։ Նորա հոգու համար է, բայց արդեն 10 տարվա, 20 տարվա համար չի, ժողովուրդ ջան։ Շատ անգամ որ դու տեսնում ես, երբ որ նստած ես ժողովուրդ կա, մարդիկ կան եւ անհավատ մարդիկ կան, դու պետք է հոգեվոր խորուն բաներ բացատրես, որ այս մարդը գաղափար չունի։ Շատ անգամ որ նստած ենք, տեսնում ենք անհավատ մարդ կա, անես բաներ է խոսում, որը պետք է չի, ժողովուրդ ջան։ Էդի հավատքի մարդկանց հետ պետք է խոսես։ Եթե անհավատ մարդ կա, այդ այնպես բան դի խոսես, ոչ թե պերամու իրան խփես, այո, փշի մի հատ խոսում ես, բայց խոսում ես, որ այս մարդը ընդունի Հիսուսին, ժողովուրդ ջան։ Այն լուրջ բաները չենք խոսում։ Այն լուրջ բաները կրանք արդեն հավատքի մարդկանց հետ կիսվես խոսես։ Դամար Տեր ասում է օծերի պես խորագետ եղեք։ Այս կարևորությունը, որ Տերը ասում է ժողովուրդ ջան, որտեղ Աստված տեսնում է, այո, որ իր ժողովուրդը շատ անգամ գիտություն չունենալ պատճառով կորսվում է։ Աստծո խոսքը դա է ասում, ժողովուրդ ջան, դա Տերն ասում, մենք մեզանից չենք ասում, իմ ժողովուրդը գիտություն չունենալ պատճառով կորսվում է, գիտություն, որ ինքը պետք է հասկանա, որտեղ ինչ խոսի։ Դամար Տերը բոլորդ էլ օրհնի, սիրելի ժողովուրդ ջան։ Տերս օրհնել ենք ասում, մենք չենք դատելով խոսում, մենք ցավալով ենք խոսում, որտեղ մենք ճամփա ենք անցնում, մենք էլ նույնպես անցնում ենք։ Մենք բաներ կանցնում ենք, որ սովորում ենք Աստծուց։ Եթե մենք չսովորենք, ձեզ էլ չենք կարա սովորացնել, ժողովուրդ ջան։ Այս մեր այդ ամեն տեսա դաշտերի մեջ մենք տեսնում ենք եւ սովորացնում ենք, ժողովուրդ ջան։ Տերը բոլորդ էլ օրհնի, սիրաշո ժողովուրդ ջան։ Այսօր ուզում եմ մի կարևոր թեմայի վրա խոսենք, բայց Տերը մի քիչ փառք ասում։ Այն որ կարիք կար Տերը իր խոսքը, որ կարիք ունի իր ժողովուրդը, ժողովուրդ ջան։ Միգուցե դու այդ ճանապարհի մեջ լինես, դու լինես, եւ դու հասկանաս, որ Տեր Աստված, ես իմ համար ես խոսում։ Ես էլ դրա կարիք ունեմ։ Ես էլ բժշկության կարիք ունեմ։ Այո, բժշկության կարիք դու էլ ունես, սիրի ժողովուրդ ջան։ Դամար Տերը բոլորդ էլ օրհնի, դամար ասում է օծերի պես խորագետ եղեք եւ աղավների պես միամիտ։ Բաներ կա դու այսօր հասկանաս որտեղ է պետք խոսալ, ինչ խոսաս, ժողովուրդ ջան։ Այո, կարող է շատ անգամ աշխատանքի պահով,
Աստված տանի քեզ որպես գործի պահ, բայց Աստծո ուշքումիդ կետ գործը չի քո, Աստծո ուշքումիդ տվյալ մարդ կանդ է, որը պիտի Աստծո խոս լսա, ժողովուրդ ջան։ Ես երբ որ մի կին ինձ կանչեց գործի պահ, երբ որ գնացի, ժողովուրդ ջան, դենեց էր ներկայացված, որ այս կինը Աստծուն ենքան դեմ էր, ես էլ պես մտածում էի այդ իրա քրոջ սազով, որ համ մտել եմ այնտեղ, համ գործի պահով եմ մտել, բայց իմ ուշքումիդ կետ գործի պահ չէ, որ իրանց մի գործ անեմ իրան, ժողովուրդ ջան։ Ամբողջ ներսս լարված է Տեր Աստված, որդից սկսե, ինչ խոսամ այս հոգու համար, ժողովուրդ ջան։ Այապոր դու խնդրում ես Տիրոջ, ասում ես Տեր ջան, ինչ խոսամ, ոչ թե բարձրաձայն ես ասում, քո մեջն ես ասում։ Եվ Տեր Հիսուսը մեկ այդ պահին մեկ է խոսքի դուռա բացում քեզի։ Հալելույա, ժողովուրդ ջան։ Երբ որ Տերը խոսքը բացեց, երբ որ սի խոսալ ես կնոջ հետ, ասեց Արմեն աղբեր, ես էլ եմ վաղտին հավատքի մեջ եղեմ։ Բայց հետո գայթակղվել է ինչ որ ու հեռացել էր Աստծուց, ժողովուրդ ջան, ասեց տվեց է Սուրբ Հոգով մկրտված։ Ինչ ունեմ ասել, ժողովուրդ ջան, երբ որ ակին խոսացինք, ասի գիտես ինչ կա, կարող է այս գործը չանեմ ու չարեցի, ժողովուրդ ջան, ասի որպեսզի Աստված միջոց փնտրես քու հետ խոսալու համար, նաև հենց հիմա քեզ հետ խոսալ համար, սիրելի քույրիկ եղբայրներ ջան, նա այսօր քու հետ էլ է խոսում։ Եվ ակին որ խոսացինք, ասեց Արմեն աղբեր, դու ինձ վախցնում ես, վաղը կամ պաշտամունքի։ Բայց այսօր դու չվախենաս։ Բաբամսոր հայտնվար դժողքում այդ քու վախը ումնա պետք։ Ժողովուրդ, ումնա պետք մեր վախը, երբ որ արդեն մենք հայտնվենք դժողքում։ Այսօր է մեզ այդ վախը պետք։ Այդ վախը, որ տանում է քեզ սրբության, մաքրության, դեպի լավագույնին հասնելու, կատարելության էտելու, ժողովուրդ ջան։ Եվ փառք Աստծո, կիրակ եկավ պաշտամունքի, ասեց Արմեն աղբերը վախցեց, եկել եմ պաշտամունքի։ Մինչև հիմա էլ փառք Աստծո, ինքը հոգևոր ընտաս կա եւ ուզում է պաշտամունքներ գնա, փառք Աստծո, ժողովուրդ ջան։ Տերը օրհնի բոլորիդ։ Ես ուզում եմ այսօր կարտանք, շատ անգամ որ ասենք, չէ՞, կիսվենք 10 կույսերի առակի մասին, ժողովուրդ ջան, 10 կույսերի առակը, որ Տեր Հիսուսը բերեց, խոսեց իր աշակերտների հետ, ժողովուրդի հետ։ 10 կույսերի առակ։ Այսօր ուզում ենք դրա մասին խոսենք, կիսվենք, ժողովուրդ ջան։ Դամար Տերը մինչև այդ պատրաստում էր իր խոսքի մեջ ձեզ, որ նոր, երբ որ իր խոսքը մատակարարում է, արդեն դու պատրաստ ես, արդեն դու կերակրվում ես այդ խոսքով, արդեն Տերը քեզ պատրաստում է, ինչի առաջին Հովանես Մկրտիչ եկավ, Հիսուսը չեկավ, ժողովուրդ ջան։ Ինչով որ առաջին Հովանես Մկրտիչի ղրկեց Տերը, որ ճանապարհը պատրաստել ժողովրդին Հիսուսի գալստյան համար, որ մարդիկ արդեն հասկանան տունեն Տիրոջ գալը։ Սա Աստծո ծրագիրն էր Հովանես Մկրտիչի գալի երկրի, որ Հովանես իրանով չեկավ, Աստծո ծրագիր կար, որ պետք է առաջին Հովանես Մկրտիչը գար։ Պետք է մարդկանց սրտեր արդեն պատրաստեր, որ մինչև Աստծո խոսքը խոսել արդեն մի հատ Աստված մեր սրտերը բոլորից պատրաստում է, որ երբ որ իր խոսքը մատակարարում է, դու մի արդեն գտածի պես կուլ ես տալում, ուդում ես, որտեղ այդ հինը պետք է մի հատ քու ներսից մաքրի, այն ինչ որ կա քու մեջ, պետք է մի հատ Տերը մաքրի, որ նորը տա քեզի, որ այդ նորը նոր քու մեջ տեղավորի։ Քանի որ հինը կա, Տերը չի կրա այդ նորը քեզի տա, ժողովուրդ, այդ նորը չի կրա, այդ հինը չի կրա նորի հետ խառնվի։ Սմա ինչ գործ ունի խավարը լույսի հետ։ Գործ չունի, ժողովուրդ ջան։ Չես կրա լույսն ու խավար իր այդ պայես։ Հետո ուզում է համոզվի, գնացեք մտեք մի սենյակ, որտեղ մութ է եւ լույսը միացեք։ Տեսեք այդ խավարը կգտնես։ Այսինքն խավարը լույսի հետ չի կրում համակերպվի։ Հին մարդը նոր մարդու հետ չի կրում համակերպվի, ժողովուրդ ջան, որտեղ հին մարդը ուրիշ բան ասում, նոր մարդը ուրիշ է, հին մարդը ձգտում է մեղքը, ցանկությունները, հաճույքները, կյանքի վայելքները, բայց նոր մարդը ձգտում է Քրիստոսի հետ ապրելու։ Նա ձգտում է միշտ Հիսուսի ոտքերը ընկնի, գրգա Տիրոջ ոտքերը համբյուրի։ Միգուցե այսօր դու տգար ես, միգուցե այսօր քո մեջ դժվարություններ կա, ցավ կա, խնդիրներ կա, շատ անգամ ուզում ես հաղթության եւ դու չես կրում։ Եվ Աստված քեզ սպասում է։ Նա ուզում է, նա քեզ հիմա մոտիկցել է, նա քեզ սիրում է, նա քեզ գուրգուրում է, նա քեզ մաքրում է, սրբում է, կարող դու այսօր չտեսնես, բայց նա քո մեջ է։ Նա քեզ սիրում է։ Նա քեզ ուզում է օգնի, որ դու վեր կանգնես։ Այդ աս Հիսուսի հետևից։ Ժողովուրդ ջան, Աստված մեզ ուզում է միշտ վեր կանգնեցնի, չի թող մենք ընկած մնանք։ Ինչքան է մարդը ընկած լինի, Տեր ասում է 7 անգամ ընկնես, պետք է արտարը պետք է կանգնեցնի Տերը։ Աստված ուզում է, որ քո ամեն վիճակների մեջ մի մնա, մի փակվի քո վիճակի մեջ։
Մի մտի մի հատ տուպիկի մեջ ու մնա, ինձանից բան դուր չի գամ, այսօր լավ բան չէ, այսօր մի հատ չխայնած, այսօր մի բան, ինչ անենք։ Մի մնա դրա մեջ, նորից արինք Հիսուսի ոտքերը, Տերը սպասում է քեզ։ Աստված ինքը գիտա, որ դու երկնքից չես իջե, որ քեզ ինչ-որ շատ բաներ պահանջի։ Իշքան որ կարող ուզդ պաս քեզ կան կպահանջի։ Նա կուրա երբեք ծանր բեր չի դրում, որ դու չկարանաս տանես, Աստված պես բան չի անում, ժողովուրդ, դի մարդիկ կրանան է։ Մարդկանց եկան են բեռնավորում, որ մարդիկ չեն ուզում, որ դու կրած, ոչ այդ մարդիկ կրային տանեն։ Այդքան մարդկանց բեռնավորում են այդ ժողովրդին, ժողովրդյան, փարիսեցիները։ Ասես որ դու կրած, ոչ այդ մարդիկ։ Տերես օրհնի ժողովուրդ։ Տերս ձեզ սիրում է, սիրելի ժողովուրդ ջան, բոլորի սիրում է Տերս։ Մենք անօրտնյալ հայր ունենք, ժողովուրդ ջան, եթե դու տգար ես, թույլ ես, հասկանում եք ժողովուրդ ջան։ Առանգած ես, դժվարության մեջ ես, կարես որ դու տեսնում ես քեզի մենակ, լքված, կորսված, մոլորված ես տեսնում, բայց Աստված քեզ այդ ձև չի ուզում տեսնի։ Նա քեզ փաթաթվել է հիմա գրկում սիրում է։ Նա քեզ գուրգուրում է, նա ուզում է շոշափելի վրա իշնի քո վրա։ Նա ուզում է շոշափելի իշնի քո վրա, նա շոշափել ուզում քեզ, որ դու զգաս Աստծո բժշկարար ձեռքը քո կյանքի մեջ, սիրելի Աստծո ժողովուրդ ջան, Տերը օրհնի բոլորիդ առատապես։ Ես ուզում եմ կարդամ Մատթեոս ավետարան 25-րդ գլխի առաջի խոսքերը ժողովուրդ ջան։ Մատթեոս ավետարան 25-րդ գլխի առաջի խոսքերից։ Մենք գիտենք վերնագիրը, որ 10 կույսերի առագը։ Սա Հիսուսը բերեց այս առագը, պատմեց իր ժողովրդին, աշակերտներին։ Այս խոսքը մինչև հիմա նաև պատմվում է։ Այս խոսքը նույնպես մինչև հիմա քարոզվում է, թեկուզ արդեն քանի տարիներ անց է, դարեր անց է։ Բայց խոսքը երբեք չի փոխվում, չի հննում Աստծո խոսքը, ժողովուրդ, նա միշտ թարմ է մնում։ Նա միշտ սուրբ է մնում Աստծո խոսքը։ Ուզում է դարեր, միլիոն դարեր անցնի։ Խոսքը միշտ թարմ է մնում, սուրբ է մնում։ Սիրելի ժողովուրդ ջան։ Ասում է երկնքի թագավորություն կնմանի 10 կույսերին, որոնք իրենց լապտերը առնելով փեսան դիմավորելու ելան, ժողովուրդ ջան։ Տերը օգնի ես ամեն իր խոսքերի մեջ, որտեղ ինքը պիտի մեկնի, ժողովուրդ ջան։ Մինչև Տերը չմեկնի, մենք ոչ մեկս չենք էլ կրա, ժողովուրդ ջան։ Դամար շատ անգամ, երբ որ Աստծո ժողովուրդ աղոթում է Տիրոջ խոսքը, որպեսզի Տերը բացի իր խոսքը լուսավորի, ինչպես Պողոս Արաքյանն էր աղաչում, չէ՞, մեր խնդրում իմ համար էլ աղոթեք, ժողովուրդ ջան։ Դամարին, որ դու աղոթում եք, որ եղբայրների համար, որ եղբայրները Տիրոջ խոսքը մատակարարեն, ժողովուրդ ջան, շատ կարևոր է։ Ասում է երկնքի թագավորություն կնմանի 10 կույսերին, որոնք իրենց լապտերները առնելով փեսան դիմավորելու ելան։ Ասում է իրանց լապտերները առին եւ առնելով փեսան դիմավորել ելան։ Այսօր մենք նույնպես այդ լապտերները վերցել ենք, սպասում ենք մեր Տիրոջը։ Սիրելի Աստծո ժողովուրդ ջան, այդ դույս արդեն դու վերցրել ես։ Եվ դու արդեն գնում ես փեսային դիմավորում, դու արդեն սպասում ես փեսային։ Սիրելի Աստծո ժողովուրդ ջան։ Ինչ համար մենք տեսնում ենք Տեր Հիսուսը բերեց առագներ 10-ի։ Եվ մենք տեսնում ենք ասում է եւ երկրորդ խոսքը ասում է ասոնց մե 5-ը իմաստուն էին, 5-ը հիմար։ Սա ասում է ավետարանը ժողովուրդ ջան, մենք չենք ասում։ Ասում է 5-ը իմաստուն էին, 5-ը հիմար։ Ինչու համար ասում է օծերի պես խորագետ եղեք, եթե մարդը չունի, օծի պես խորագետ չի, նա այսօր չի կարողանում աճի։ Որտեղ պետք է վիկը խոսում է։ Կարող իր խոսի մեջ կռիվ սարքի։ Եվ կարող մտածել ինքը հավատքի համար հալածում է, չէ, եղբայր ջան, քուրիկ ջան, դու հավատքի համար, դու կարող քո լեզվի համար հալածվես, որտեղ այդ տեղը պետք չէ այդ խոսքը խոսել։ Դու պետք է ուշադիր լինես ամեն քո խոսքերի մեջ։ Միգուցե հավատ մարդիկ կան, որոնք չեն էլ հասկանում այդ քո ասածը։ Որտեղ շատ անգամ հին մարդիկ, որ անհավատ մարդիկ հին ուխտը կարդում են, ժողովուրդ մարդիկ չեն հասկանում հին ուխտից։ Որտեղ այնպես բաներ ա գա, շատ մարդիկ գայթակղվում են։ Ինչու՞ համար, որտեղ դա հին մարդու բան չի, դա հոգևոր մարդ։ Ինչու՞ համար մենք շատ անգամ նոր հոգիներին, նոր եղբայր քույրին ասում ենք եղբայրներ ջան, ժողովուրդ ջան, նոր կդագարան կարտացեք ավելի շատ։ Որտեղ հին ուխտը կարծես դու շատ անգամ չհասկնաս։ Բայց նոր ուխտը դա Տիրոջ խոսքն է։ Տեր արդեն նոր ուխտ բերեց մեզի
իր խոսքը բերեց։ Ասում հիմարները, ասում անոց իմաստուն են, իսկ հինգը հիմար։ Հիմարները առին իրենց լապտերները, բայց իրենց հետ յուղ չառան։ Ժողովուրդ ջան։ Հետաքրքիր է։ Ասում հիմարները իրանց հետ լապտերներ առել էին։ Ժողովուրդ ջան։ Հիմա այդ դույսը մենք ունենք։ Եվ մենք գնում ենք Տիրոջ հետևից, Տիրոջ ուզում ենք, սպասում ենք Տիրոջը։ Եվ գնում ենք Տիրոջ դիմավորելու։ Հետաքրքիր է ինչու համար մարդը յուղ չառավ իր հետ։ Ժողովուրդ ջան, ինչն էր պատճառը։ Ով սիրելի հոգի։ Եթե մինչև մա դու ուշադրություն չես դարձել, որ դու յուղը զապաշ չունես, դու պետք է միած թափվես ու նայես, ինչու համար ես յուղ չունեմ։ Ինչու համար ես ամեն օր չեմ կրում հաղորդակցել, ինչի ես որ ամեն օր չեմ կրում դավերան իմ Աստծուն։ Ինչի՞ չեմ որ ամեն օր իմ սիրտը տամ Աստծուն, հոժարվեմ իր կամքին, իր ողորմությանը։ Իր կամքի մեջ ապրեմ, ինչն է պատճառը։ Ժողովուրդ ջան, ինչու համար հիմարները լապտերները առել էին, բայց հետը զապած յունակ չպատկերացին, որ իրանք ճամփիկեցին գմնան։ Ժողովուրդ ջան, տես, երբ որ մարդը ճանապարհ է գնում ավտոյով, եթե նա գիտա իր բակի բենզինը մինչև կես ճամփեն պիտի հասցնա, եթե տվյալ շոֆերը հարցը չլուծեց իր զապաս, այդ շոֆերը կմնա ճանապարհի կեսին։ Այդ շոֆերը ում պիտի բողոքի, ում պիտի մեղադրի։ Ավտոյից բենզինը պրծա, դու գիտեր որ կպրծներ։ Բա քիչ էր մտածում, բայց ճամփեն արդեն գնայետում ես։ Համար ասված ինչու համար ասում, մենք տեսնում ենք, որ այո, շոֆերը արդեն իր այդ զապաս բենզին է վերցնում։ Դու այսօր դրա պիտի արդեն վերցնես զապաս բենզին, դու գնաս ճանապարհ, որտեղ դու գիտես ճանապարհի կեսին քո բենզինը պետք է դու նույնպես պետք լիսկավորվես։ Եթե այսօր դու չես մտածում, ճանապարհի կեսին արդեն ուշ կլինի։ Սիրի Աստծո ժողովուրդ ջան։ Դամար այսօր Տեր Հիսուս ինչու համար ասում բերել ես առակը, որպեսզի այսօր մարդիկ հասկանան, որ իրանք այսօր պետք է լսվեն Տիրոջ խոսքով, Տիրոջ օրհնությամբ, Տիրոջ կամքի մեջ ապրելու, Տիրոջ կամքը սիրելու։ Ամեն ատեն քո ներսը բացես Աստծո առաջ, ունես Տիրոջ ոտքերը, գրգես իր սերը քո կյանքի մեջ։ Ճանաչես քո հորը։ Իսկ եթե ճանապարհ ես գնում, այսօր դու անհոգ ես քո աչելու վրա, անհոգ ես քո մեծանալու վրա հավատքի կյանքի մեջ։ Դե հավատում եմ եղբայր ջան, փառք Աստծո, մեռնեմ Աստծո զորությանը։ Ու έτσι վետում են առաջ։ Բայց Աստված տեսնում է, որ դու յուղ չես առել, զապաս յուղը չունես։ Ինչու համար Ավետարանը նախորոք արդեն գրվա, որպեսզի Աստծո ժողովուրդը կարդա եւ արդեն իմանա եւ հասկանա, որ ինքը դեռ զապաս յուղ չունի, ինքը դրա մասին պետք է հոգ տանի, որ նա պետք է աճի Աստծո խոսքի մեջ, նա պետք է զորանա, նա պետք է անտեն կտրնի Աստծուն եւ մտնի Աստծո ներկայության մեջ։ Սիրասո ժողովուրդ ջան, դամար Տերս օրհնի, որ ադամար Աստված այսօր մեզ իր խոսքով պետք է պահանջի։ Քանի որ Աստծո խոսքը թողված է երկրի վրա, Աստված մեզի վաղ մեսօր իր խոսքով պիտի պահանջի։ Պիտի ասի աղջիկ ջան, տղա ջան, ուր է քո զապաս յուղը։ Մենք տեսանք, որ եթե հիմա դարշը որ կարդում ենք, չէ՞, 4 խոսքը ասում է, սակայն իմաստուն իրենց լապտերները ահա ամաններով յուղալ առին։ Սակայն իմաստուն իրենց լապտերներուն հետ ամաններով յուղալ առին։ Հետաքրքիր է, Ժողովուրդ ջան, օրհնյալ է մեր Տեր Հիսուսը։ Մենք տեսնում ենք, ասում է, իմաստուն հույսերը իրանց լապտերների համար միանգամից զապաս յուղ արդեն առել են, վերցրել են։ Այս մարդիկ արդեն մտածում են, որ իրանք ճանապարհ են գնում։ Միգուցե ճանապարհի կես քո համբերությունը պրծնում է։ Միգուցե ճանապարհի մեջ քո հավատքը պրծնում է։ Դու ունես զապաս հավատ քո կյանքի մեջ, այդ յուղը ունես, որ դու նույնպես վերալիսկավորվես, դու նույնպես կրտնես Աստծուն։ Չմնաս այդ տուպիկի մեջ ասես, «Վсё, ինձ այլ փրկություն չկա»։ Այսինքն զապաս հավատքը պետք է ունենաս քո կյանքի մեջ, այն լուրջ հավատքը, որ պետք է ունենաս քո սրտի մեջ, որ միշտ ամեն օր, ամեն ճանապարհ պետք է հավատքը քո կյանքի մեջ ունենաս։ Որ այդ յուղը պետք է արդեն զապաս ունենաս, որ դու վերջի ժամանակներ, որ դու անցնում ես ամեն ճանապարհը, որ դու ունենում ես ինչ-որ մի բան, ունենում ես Տիրոջ խոսքից զապաս յուղ ունես քո կյանքի մեջ։
Երբ որ պրծնում է, դու լիսկավորվում ես արդեն նույնիսկ տիրոշմով։ Եվ դու նույնիսկ գնում ես դեպի առաջ, որտեղ դու սպասում ես Փեսային, դու գնում ես դիմավորելու։ Այսօր բոլոր աշխարհը շատ հավատքի մարդիկ այսօր սպասում են Տիրոջը, որ դիմավորում են, ուզում են դիմավորեն Տիրոջը։ Բայց Աստված տեսնում է, ինչ ունես դու։ Յուղ ունես, եթե զապաս թե չէ։ Շատ անգամ Աստված զգուշացնում է, տղա ջան, աղջիկ ջան, քո յուղը պրծել է, դու ճանապարհ ես գնում, ուշադիր եղի, քո յուղը կարա պակսի, քո հավատքը կարա ճանապարհի կեսին վերջանա, հետո չտրտնջա, չբողոքես, ում պիտի բողոքես, ում մեղադրես։ Չէ որ ժամանակին է պետք այդ հավատքը լեսվես հավատքով, ունենաց հավատք Աստծո խոսքի վրա, սիրես Աստծո խոսքը քո կյանքի մեջ։ Ժողովուրդ ջան, մենք տեսնում ենք, սակայն իմաստուններ իրենց լապտերների հետ ամաններով յուղալ առին։ Ժողովուրդ ջան, ասում է իրանց այդ արդեն յուղ առան։ Բայց հիմար կույսեր ասում է իրանք լապտերները առան, բայց յուղը չկար։ Այս մարդիկ ինքան հոգ են, ժողովուրդ ջան, դե հավատացյալ ենք, եղբայր ջան, հավատացյալ ենք։ Ուր է յուղդ։ Դու եղբայր ջան, յուղը կարևոր է, կարևոր հավատացյալ եմ։ Գնա, որտեղ ուր դի հասնես։ Ուր պիտի հասնենք մենք, ժողովուրդ ջան։ Եթե հավատքը դեռ մեր կյանքի մեջ չի կարծում, օծի պես խորագեցությունը չի կարծում, Աստծո սերը չի կարծում մեր կյանքի մեջ, ողորմությունը չի կարծում, այսօր դու չես կարող քո քրոջ եղբոր հետ խոսած եւ ունենաս իր ցավին ցավակից լինես, դու գնում ես առաջ։ Եվ ասում ես, երբ որ մի քույր եղբայր, երբ որ կարիք ունի տգարա եւ քեզ մի դիմում է եւ տեսնում է, որ յուղ չունես դու, որ տվյալ հոգուն յուղ տաս, լիսկավորես նույնպես, օգնես։ Ասում որ ձեզ արեց, ինձ արեց Հիսուսը, ժողովուրդ ջան։ Ասում որ ձեզ մի բան արեց, ինձ է անում։ Ով որ ձեզ դիմավորեց, ինձ է դիմավորում։ Ով որ ձեզ տեսավ, ինձ տեսավ։ Շատ անգամ մարդիկ ասում են, Հիսուս ջան, ուզում եմ տեսնեմ քեզ։ Հիսուս ասում է, լավ ես անում, տղա ջան, ուզում ես տեսնես։ Хорошо։ Մի հատ քույրիկ եղբայր է բերում քո կյանքի մեջ։ Դե տես։ Դե եղբայր ջան, էսի քույրիկ է, եղբայրս։ Ես քեզ եմ ուզում տենամ, բայց դա տես։ Եղբայրը տգար է, քույրիկը տգար է, կարիք ունի, կիսվելու, խոսելու, կրաս օգնես։ Դե արա։ Ժողովուրդ ջան, Տեր օրհնի։ Մենք տեսնում ենք, այո, որ այսօր ինչ ասում, Աստված ումա որ մենք իմաստուն կույսերի պես այսօր ժամանակն է, սիրելի Աստծո ժողովուրդ ջան։ Մենք մեր ամանների մեջ զապաս յուղ ունենանք, հավատք ունենանք մեր կյանքի մեջ։ Էլ եմ ասում, հնարոդ ունես դժվարության մեջ, տրտունջի մեջ մտնես։ Վերջը ճանապարհ ունես, ժողովուրդ ջան, այսօր շատեր անցնում են։ Իշը մի քույրիկ այդպես երևի նորա հոգի այդ նոր լսում էր, ասել դե դժվարության մեջ էր, երևի պրոբլեմ կար, ասում էր տունձի Աստված տանի դժոխք։ Ժողովուրդ ջան, կարա մարդ իր սրտից այդ մի պահ նեղված լինի դուրս տա, բայց այդ մարդ իրապես ու դժոխք չի ուզում։ Կամ էլ Աստված այդ մարդուն չտարավ դժոխք։ Աստված ինքան սուրբ Աստված է, նա ինձ ու քեզ հասկանում է։ Նա ուզում է տեսնի քո կյանքի մեջ նույն յուղ կա թե չկա։ Այդ խոսքից հետո դու նույնիսկ կրտնում ես Աստծուն, զղջում ես Տիրոջ առաջ, գալում ես Հիսուսի ոտքերի մոտ, թե չէ։ Ունես յուղ զապաս քո կյանքի մեջ, թե չունես։ Սակայն իմաստուն իրենց լապտերի հետ ամաններով յուղ ալարին, երբ Փեսան ուշացավ, ժողովուրդ ջան, մենք ուշադիր ենք լսում, երբ Փեսան ուշացավ, ամենքն էլ թմբրեցան ու քնեցան։ Ասում է, երբ որ Փեսան ուշացավ, բոլորը թմբրեցան ու քնեցան։ Մենք տեսնում ենք այսօր Ավետարանը արդեն քանի տարի է գրված է տարեր, ժողովուրդ ջան, եւ մենք ամեն ատեն շատ անգամ կարդում ենք, ասում ենք Տիրոջ գալը քիչ է մնացել, շատ անգամ եղբայրները միշտ քարոզել են։ Տիրոջ գալը մոտ է, Տիրոջ գալը քիչ է մնացել։ Արտուն կեցեք, աղոտ կերեք։ Սա ասում Աստծո խոսքը, ժողովուրդ ջան, չէ՞։ Եվ շատ անգամ տեսնում ենք հնարավոր է գալու է այս ժամանակը, մեկ է տեսնում ես ոնց որ բոլոր հավատքի մարդիկ թմբրում են, արդեն ոնց որ քնանան։ Արդեն այս մարդիկ քնում են։ Բայց եթե քո մեջ կա զապաս յուղ, նա քեզ արթնացնում է, նաև առաջ է տանում։
Որտեղ երբ որ փեսայի ձայնը լսում ես, երբ որ դու լսում ես Տիրոջ խոսքի ձայնը, դու սկսում ես կենտանանալ, դու սկսում ես առաջ գնաս։ Որտեղ դու քեզ զապրավկա ես այն յուղը, հավատքով նույնիսկ լսում ես։ Իսկ եթե մարդի մեջ զապաս յուղ չկա, այսօր չի մտածել դրա մասին։ Եկար կանգնար խնդրի առջև, դու խեղճանաս, կունենաս դժվարություն։ Եվ ես շողորջամ։ Համար Տերը բոլորս էլ օրհնի սիրաշորոս, մայ բոլորը թմրեցան ու քնեցան, կես գիշերին ձայն մը եղավ, ահա փեսան կուկա։ Զանիկա դիմավորելու ելեք։ Ջոջան, Տեր Հիսուս երբ որ ես առագը բերեց, որպեսզի մարդիկ հասկանան, բոլոր մարդիկ, բոլոր լսողը, այն մարդիկ, որ լսում են Աստծո խոսքը, որ այսօր իրանց պետքա մտածեն, սապաս յուղի ունենան իրանց կյանքի մեջ։ Երբ որ կկա ժամանակ ասա փեսան գալիս է, ժողովրդյան, այսօր դու մարմնավոր քնես, բայց դու արտուն ես։ Այդ քնածը տեղից Հիսուսը քեզի կվերցնա։ Դա դու քնած ես, խորը քնի մեջ ես։ Երբ որ փեսեն եկավ, Տերը եկավ մեր Տեր Հիսուսը, չէ, նա քեզ հենց այդից կվերցնա։ Ժողովրդյան։ Համաձայն մի եղավ փեսան կուկա, զանիկա դիմավորելու ելեք։ Այնատեն բոլոր կույսերը ելան, իրենց լապտերները շտկեցին, այսինքն մարդիկ իրենց հավատքը նույն շտկում են։ Իրենց լապտերները շտկեցին, հիմարները ասին իմաստուններուն, տվեք մեզի ձեր յուղեն, ժողովրդյան։ Հետարքիր է, ինչու եք ուզում իրանցից այդ յուղը, ախր կան ճանապարհ արդեն եկել եք, բա դու չեք մտածում։ Ախր ճանապարհի կեսին ով քեզի յուղ կտա, ժողովրդյան։ Դու պատկերացրու, երբ որ մաշինեն այդ ավտոն, որ գնացել է շոֆեր, ինքը չի նախատեսել, որ ասենք, որ իրան պետքա տկան բենզին, իր բակը չերիկի մինչև վերջ, ինքը պիտի զապաս բենզին։ Երբ որ դու եթում ես, մնում ես ճամփի կեսին, եթե ինչ-որ մեկից բենզին ուզես, այդ մարդը կսա եղբայր ջան, եթե ես բենզինը տամ, ես ճամփա չեմ ասա, այսինքն երկուսը կմնանք ճամփի կեսին։ Համ դու կմնաս, համ ես։ Այդ օգուտը ո՞րն է մեկնամեկից, որպես օգուտ չունենք։ Այսինքն ոչ մեկ այդ պայն քեզի բենզին չտա, որտեղ իրանք էլ հաշվարկ ունեն տեղ հասնելու։ Համար այսօր որ շոֆերը դուրս է գալում ճանապարհ, նա այսօր մի հատ պետք իմանա, ինչքան ճանապարհը իրան բենզին պետք։ Եվ դու գիտես, այդ ճանապարհի մինչև վերջ զապրավկի տեղ չկա, որ դու կնաս այդտեղ զապրավկա ենես։ Ժողովրդյան։ Ծայրատես մա բոլոր կույսերը ելան, իրենց լապտերները շտկեցին, հիմարները ասին իմաստուններուն։ Տվեք մեզի ձեր յուղեն, վասնզի մեր լապտերները մարելու վրա են։ Ասма տվեք մեզի այդ յուղեն, ինչ կլինի։ Մեր լապտերն արդեն մարում են, ժողովրդյան։ Այսինքն մենք տեսնում ենք, որ ամեն մարդը պետք է անհատական հավատք ունենա։ Իմ հավատքը քեզի չի օգնի, քու հավատքը պետք է քեզ օգնի, ժողովրդյան։ Այն հավատքը, որ Աստված անհատական է դրել քո սրտի մեջ, որ դու պետք, ինչքան է մենք քեզի հորդորում ենք, խորհուրդ ենք տալում, չէ։ Եթե քո մեջ հավատ չունեցար, այդ մեր հորդորանքը սուտ կլինի, այսինքն որտեղ սուտ կլինի, դու չես ունենա այդ մխիթարությունը, որտեղ անհատական դու պետք է քո յուղ ունենաս, ոչ մեկ քեզ իր յուղը չի տա, ժողովրդյան, որտեղ իր յուղը իր համար է տեղ հասնելու։ Դամար այսօր Տեր ինչ ասում, այսօր քանի ժամանակ կա, ժողովրդյան, Աստված ուզում է, որ մարդը մտածի իր անտասկի համար, այս ճանապարհի մեջ, որ վաղմիսօր մենք երկինք մտնենք, ժողովրդյան։ Տվեք մեզի վասնզի մեր լապտերները մարելու վրա են, պատասխան տվին իմաստունները ուսին։ Չլատ է ձեզի ու մեզի չբավականանա, այլ ծախողներուն գացեք եւ գնեցեք ձեզի համար, ժողովրդյան։ Մենք տեսնում ենք արդեն սա ուշ է, որտեղ ժամանակը լրացել արդեն ասում է փեսան եկել է։ Էլ դու մինչև այդ ասած փեսան կտանի ժողովրդին, իր ժողովրդին կտանի, դու կմնաս կամ ես կմնամ, ժողովրդյան, չէ։ Դամար այսօր ժամանակին է պետք, որ այսօր Աստված այս ժամանակը տվել է, որ մարդիկ լսվեն Տիրոջ խոսքով, Տիրոջ կամքով լսվես, Տիրոջ սիրով լսվես։ Աստծո կամքը քո կյանքի մեջ թակավորի, ապրես Տիրոջ սիրո մեջ։ Սիրի ժողովրդյան։ Գնացեք ձեզի համար, ասում է, երբ անոն գացին գնելու, փեսան եկավ ու պատրաստ եղողներուն, ժողովրդյան, պատրաստ եղողներուն անոր հետ հարսանիք մտա։
եւ դուռը գոցվեցավ։ Վերջ։ Տերը օգնի բոլորիս էս ժողովուրդ ջան, այս խոսքի կարիքը բոլորս ունենք եւ բոլոր այն մարդ ովքեր կլսի այս խոսքը, որ ինքն այսօր կմտածի, որ ինքն է դրա կարիք ունի, որ Աստված ուզում է, որ այսօր ես ու դու պատրաստ գտնվենք, պատրաստվես Տիրոջ գալստյանը։ Ժողովուրդ, կարող ես ուզում եմ տգար լինես, կարող դու թույլ լինես, բայց դու պատրաստ ես, դու ուզում ես վերականգնվես։ Սիրելի ժողովուրդ ջան, բայց երբ որ մարդը այդ վիճակի մեջ նույնիսկ մնում է, չի ուզում դզվի, չի ուզում ուղղվի։ Մարդը ոնց որ մնում է այդ նույն վիճակի մեջ։ Մի տերը իր ձեռքը բերում է, ուզում է ինձ ու քեզ օգնի, վեր հանի, բայց շատ անգամ մարդիկ ասում են հələ ժամանակը չի սուրճ ջան։ Հետո ասում է երբ անոն գացին գնելու փեսան եկավ ու պատրաստ եղողներուն անոր հետ հարսանիք մտան եւ դուռը գոցվեցավ։ Մենք գիտենք ժողովուրդ ջան, երբ որ Նոյի տապանը փակվավ, այդ նույն պահ եղավ։ Որտեւ Տիրոջ խոսքի մեջ եղավ ոնց եղավ Նոյի օրերը, ասում է նույնն էլ պետք է լինի Աստծո որդու գալ օրը։ Մարդիկ դուդեն, խմեն, քեֆ անեն, կին, վերջեսանք ու մեղքեր չեն, բայց եւ մարդը այս ամեն բանի մեջ մերժում ասում, ասում է ես արդ եմ առե, չեմ կրագա, արդը քեզ ինչ էր խանգարում, քո այդ արդդ կան կարևորեր, հա, հարսանի գնալու համար։ Հետո կետայր, ժողովուրդ ջան, չէ՞։ Կամ կին եմ առե, ինչ ենք որ կին ես առե։ Ոչինչ դու դի հարսանիքը թողես, Տիրոջ կամքը թողես, Տիրոջը թողես քո կյանքի մեջ, էլի առ։ Ժողովուրդ ջան, այսինքն սրանք մեղքեր չեն, բայց սրանք այնը որ մարդը զատվում Աստծուց։ Սա պետք է կապ չունի, թե որտեղ ես, կին ունես, թե չունես, ամուսին ունես, թե չունես, դու պետք է Աստծուն ձգտես, գնաս Տիրոջ ետևից, քո մեջ պաշտես Հիսուսին, ժողովուրդ ջան։ Մենք տեսանք, երբ որ դուռը գոցվավ, այսինքն Տիրոջ խոսքը պետք է կատարվի։ Տեր ասել որ պետք է ջրհեղեղ լինի։ Այս մարդկանց ուղեղը երբ աշխատավ, երբ զղջում եկավ, երբ որ տեսա որ անձրև է, հորդատ անձրև է գալում, սովորական անձրև չէր գալում, ժողովուրդ ջան, գերնի տակից ջրերը դուրս էր գալում։ Այս մարդիկ նոր խելքի եկան, հիշեցին Նոյի խոսքերը, որ Նոյ արդեն իրանց ասում էր 100 տարի։ Մարդիկ մտեք տապան, ժամանակը քիչ է մնացել։ Ժողովուրդ ջան, նույն մեր տենում ենք հիմա այսօր այս ժամանակներն է։ Շատ մարդիկ անհոգությամբ են մատնված իրանց հավատքի կյանքի մեջ։ Շատ մարդիկ հավատքը մատների արանքով են տեսնում։ Ես ժամանակ չունեմ, եղբայր ջան, ինձ ժամանակ չկա։ Բոմ ժամանակ կա, ժողովուրդ ջան։ Ժամանակը քո ձեռքերի մեջ է, դու պետք է այդ ժամանակը ստեղծես, հնարավորություն գտնես։ Դու պետք է փնտրես Աստծուն, պետք է գտնես իր ներկայությունը, սիրելի ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք, այո, կգա ժամանակը, որ դուռը պետք է փակվի, սիրելի ժողովուրդ ջան։ Բայց ես հավատում եմ, Աստված ուզում է բոլորդ գտնվեք ռիս ներս։ Ես էլ, դուք էլ եւ մեր բոլոր ընտանիք երեխեք բալիկներով, բոլորով։ Սիրելի ժողովուրդ ջան, Աստված ուզում է մեզ դրիս ներս տեսնի։ Եվ հավատում եմ, դուք էլ եք ուզում, որ Տիրոջ գալստյան ժամանակ դուք դրիս ներս լինեք, ոչ թե դուրս, այլ ներսը լինեք։ Որ արդեն մենք բոլորս մտնենք Տիրոջ հարսանիքին։ Սիրելի ժողովուրդ ջան, Տերը օրհնի այդ օրը, որ իրապես մենք պատրաստ գտնվենք։ Ասում է Տերը եկավ պատրաստ գտնվողներին տարավ։ Դրանք մտան այդ ժողովուրդը, որտեղ այդ մարդիկ պատրաստ են, այդ մարդիկ սպասում են Տիրոջը, այդ մարդիկ արդեն զապաս յուղով լեցվել են, հավատքով լեցվել են, այդ մարդիկ արդեն զորացել են Տիրոջ ներկայությունով, սկանչացել են Տիրոջ։ Այս մարդիկ արդեն հասկան Աստծուց դուրս կյանք չկա։ Աստծուց դուրս ոչ մի բան չկա, ժողովուրդ ջան։ Աստծուց հեռանալու մեջ քեզի օգուտ չկա։ Դամար այս մարդիկ հասկացել են, որ մենակ Տիրոջ ներկայության մեջ կյանք կա, մենակ Աստծո մեջ կա։ Մենակ Տիրոջից կրան այդ ամեն օրհնությունը վայել են ու ճաշակեն։ Մենք տեսնում ենք Տիրոջ խոսքը շարժան, պատրաստ իմաստուներսին, չլա թե մեծ ու ձեզի չբավականացնա, եւ ծախողներուն գացեք, սմա երբ գնացեք ձեզի համար, սմա երբ անոն գացին գնելու, փեսան եկավ ու պատրաստ եղողներուն անոր հետ հարսանիք մտան, եւ դուռը գոցվեցավ։
Վերջ։ Էլ չի բասում այս դուռը, ժողովուրդ ջան, լավ իմացեք։ Եթե Տեր Հիսուս եկավ իր ժողովրդին տարավ, եւ այդ դուռը փակեց, այդ դուռը չի բասվի։ Էլ ինչքան ուզում են մարդիկ գոռան, լացեն, մազերը պոգեն, էլ օգուտ չկա։ Հիմա է պետք։ Հիմա է պետք լացես, հիմա է պետք ողբաս, հիմա է պետք մտածես, հիմա է պետք արդասունք թափես, հիմա պետք որ դու աղոտ կանես։ Հետո ուշ կլինի արդեն։ Ինձ էլ ձեզ էլ ժողովուրդ ջան։ Հիմա ետքը մյուս կույսերն էլ եկան։ Այս մյուս կույսերը արդեն եկան, ժողովուրդ ջան։ Մենք գիտենք, որ Նոյի ժամանակ, որ այս մարդիկ եկան, որ ներս մտնեն, Նոյը ասեց արդեն ուշ է։ Այս դուռը Նոյը չէր փակել, ժողովուրդ ջան, դուռը Աստված փակեց։ Բոլոր դռները Աստված պետք է փակի։ Իրա գալստյան ժամանակը պետք է Աստված այդ դուռը փակի։ Նոյը չէր փակող, Աստված փակեց այդ դուռը, ժողովուրդ ջան։ Դամա երբ որ մարդիկ եկան աղեցին Նոյ բացա դուռը, Նոյս արդեն ուշ է։ Այս դուռը արդեն Աստված փակել է։ Ձեր ժողովուրդ ջան։ Քանի դուռը բաց է, Աստված բոլորին կանչում է։ Եկեք ինձի։ Եկեք ինձի։ Մենք տեսնում ենք, այո, մարդը այնքան ճանապարհներ, այնքան բաներ կա իր մեջ, պատճառներ։ Մարդը միշտ հնար է գտնում, մի պատճառ գտնի, որ մի բանով արտարանա, ես չեմ կրում, եղբայր ջան, ես չեմ կարա։ Եվ մարդը այդպես շարունակում է իր կյանքը, ժողովուրդ, ու ապրում է։ Ետքը մյուս կուսենը եկան ուսին, Տեր, բաց մեզի, բայց Անիկա պատասխան տվավ ուսավ, ճշմարիտ կսեմ ձեզի, ես ձեզ չեմ ճանճնար։ Սիր Աստծո ժողովուրդ ջան, այնքան հետաքրքիր է Տիրոջ խոսքը։ Ասում է, երբ որ եկան այս մարդիկ, ասին Տեր բաց մեզի, ասեց ես ձեզ չեմ ճանաչում։ Այսինքն այն ժամանակ, որ դու պետք եք ասում, ուր եք դուք։ Ինչու չեք մտածում։ Ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք, որ Աստված ինչ ասում է, ես ձեզ չեմ ճանճնար։ Այսինքն ժամանակին դու պետք է ես ամեն հարցը ես լուծեիր։ Որ դու արդեն պատրաստ եղողներ մտներ երկինք։ Որ ժամանակ եկավ, երբ որ Տերը դուռը բաց էր, երբ որ քեզ կանչում էր, դու այդ հրավերը պետք է ընդուներ։ Որ դու մտներ երկինք։ Ոչ թե Տերը դուռը փակում է, նոր ես գալում, ասում է Տեր բաց են, Տեր ասում է ես քեզ չեմ ճանաչում։ Տիրացու ժողովուրդ ջան։ Ինչու՞ որտեղ ժամանակին մարդիկ չմտածեն իրանց փրկության մասին։ Մարդիկ միշտ մահանա են բռնում իրանց կյանքի ընթացքի ժամանակներ անցնում է ժողովուրդ ջան։ Մարդիկ մի ձևով անցնում են այս երկրի վրա այս ճանապարհի մեջ։ Տերը օրհնի սիրածո ժողովուրդ ջան։ Ուրեմն արտուն կեցեք 13 խոսքը ժողովուրդ ջան, ես էլ խոսենք ու կվերջացնենք Տիրոջ օրհնությունով։ Մենք տեսնում ենք Աստծո խոսքը 13 խոսքը ինձ ու քեզ ինչ ասում, վերջնական տոշկեն խփում է ինձ ու քեզ համար, որպես այսօր ես ու դու այս կետի վրա մտածենք, ժողովուրդ ջան։ Ասում ուրեմն արտուն կեցեք, վասնզի ոչ օրը գիտեք եւ ոչ ժամը, ժողովուրդ ջան։ Հետարքիր է Տիրոջ խոսքը ինչ ասում ինձ ու քեզ, ասում ուրեմն արտուն կեցեք, ոչ օրը գիտեք եւ ոչ ժամը։ Այսինքն այսօր մենք գիտենք, որ այս տվյալ մարդիկ հիմար կույսերը չգիտեն, ոչ էլ իմաստուն չգիտեն, երբ պետք է Տերը գար։ Բայց այս մարդիկ իրանց այդ յուղ առած գնում են ժողովուրդ ջան։ Նրանք գիտեն, որ իրանց յուղը կպակսի ճամփի կեսին։ Այս մարդիկ հենց այնպես չէին արել յուղ, այս մարդիկ արդեն հասկացել են, որ ճանապարհի կեսին, եթե իրանք զապաս յուղ չունենան, իրանք ճանապարհի կեսին կմնան։ Մինչև այդած գտնես ինչ-որ մեկին, որ քեզ նոր հավատ քարոզի, մինչև խել քարոզի, էլ արդեն ուշ է։ Հիսուս եկավ իր եղածին տարավ։ Ժողովուրդ ջան, դամար Տերս օրհնի սեր ժողովուրդ ջան, Տերը օրհնի, որ այսօր այս խոսքը, որ Տերը տալում է ինձ ու քեզ, ասում է ուրեմն արտուն կեցեք, վասնզի ոչ օրը գիտեք եւ ոչ ժամը։ Արտուն կեցեք։ Տերը տա, որ այսօր Աստծո ժողովուրդը արտուն մնա իր հավատքի կյանքի մեջ, իր այս ճանապարհի մեջ, ժողովուրդ ջան։ Տերը օրհնի սիրածո ժողովուրդ, Տերը օրհնի բոլորիդ։ Թող Տիրոջ անունը փառավորվի, կանով կվերջացնենք, փառավորենք մեր Աստծուն եւ շնորհակալ ենք, որ այսօր Տեր իր խոսքը ինձ ու քեզ հայտնում է եւ բացում է, որ մենք իմաստուն կույսերի պես լինենք։ Սիրելի Աստծո ժողովուրդ ջան, ամեն